Արգանդիպարանոցի պաթոլոգիան դա բավականին լայն թեմա է, որի մասին կարելի է գրեթե անսպառ խոսել։ Ամենակարևորը, ինչ պետք է իմանա պացիենտը, երբ պլանավորում է այց գինեկոլոգի մոտ, դա այն է, որ կլինիկական զննման ժամանակ բժիշկը հստակ տեսնում է արգանդիպարանոցի մակերեսը եւ կարող է տալ ախտորոշում, եթե առկա է որևիցե ստրուկտուրային փոփոխություն, այսինքն առկա են սպիեր, կիստաներ, պոլիպներ եւ իհարկե բոլորին շատ լավ ծանոթ էրոզիա բառը, ինչ է դա նշանակում, եթե բժիշկը կլինիկական զննման ժամանակ տեսնում է արգանդիպարանոցի լորձաթաղանթի դեֆեկտ, այսինքն վերքային մակերես։ Արդեն բավականին երկար ժամանակահատված արգանդիպարանոցի էրոզիա ախտորոշումը որպես այդպիսին գոյություն չունի։ Էրոզիա տերմինը բժշկական տերմինոլոգիայում չի կիրառվում։ Էրոզիան դա մի հավաքական ախտորոշում է, որը իրենց ներկայացնում է, ինչպես ասեցի, լորձաթաղանթի դեֆեկտ։ Բժշկական ախտորոշումը հնչում է արգանդիպարանոցի էկտոպիա, էկտրոպիան, ձեզ չծանրաբեռնեմ տերմինոլոգիայով եւ ինչն է ամենակարևորը, որ պետք է պացիենտը տեղյակ լինի մինչ այցը եւ այցի ժամանակ, նաեւ որ եթե ախտորոշվում է լորձաթաղանթի դեֆեկտ, այսինքն հնչում է էրոզիա բառը, եթե գրվում է էկտոպիա կամ այլ ախտորոշում, այն պահանջում է պարտադիր հիմնավորում բջջաբանական հետազոտության տեսքով եւ իհարկե պարզում ենք պատճառը։ Այո, շատ հազվադեպ լինում են նաև իրական պատկեր, որոնք չեն պահանջում բուժում, չեն պահանջում հսկողություն կամ հավելյալ հետազոտություններ, բայց համաձայնվեք առանց հետազոտությունների մենք հստակ ասել, թե ինչ է կատարվում, ինչ ազդակի հետևանքով է առաջացել այդ վերքային մակերեսը, միանշանակ չենք կարող։ Այնպես որ եթե առկա է վերքային մակերես, ինֆեկցիաներ, վիրուսներ, բակտերիաներ եւ հորմոնալ ֆոնդը միանշանակ պետք է ստուգվի, որովհետեւ չենք մոռանում, որ ցանկացած վերքային մակերես էկտոպիա, ցանկացած դիսպլազիա, որը արդեն իսկ ախտորոշվում է բջջաբանական հետազոտության շնորհիվ կարող է դառնալ նախաքաղցկեղային պրոցես։